1901-ին Հունաստանի Անտիկիթերա կղզու մոտակայքում սուզորդները հայտնաբերեցին հին հունական նավի բեկորներ։ Դրանց հետ միասին դուրս բերվեց նաև մի ժանգոտած բրոնզե սարք, անսովոր փականներով ու սկավառակներով։ Սկզբում նույնիսկ չհասկացան այն ինչի համար է։ Բացահայտեցին, որ սարքը գործնականում հանդիսանում էր հին աստղագիտական հաշվիչ սարք։ Անտիկիթերայի մեխանիզմ կոչվող այդ սարքը կարող է ցույց տալ արևի և լուսնի շարժը, կանխատեսել դրանց խավարումները, հաշվարկել մոլորակների դիրքերը։ Հնարավոր է այն նաև օգտագործվել է տոների օրերը կանխորոշելու համար։ Զարմանալի էր, որ այն ստեղծված էր ավելի քան 2000 տարի առաջ և իր կառուցվածքով շատ ավելի բարդ էր, քան նույնիսկ միջնադարյան եվրոպական մեխանիկական ժամացույցները։ Գիտնականները մինչ այսօր քննարկում են, թե ինչպես էին հին հույները առհասարակ հին մարդիկ նման ինժեներական հմտություններ ձեռք բերել։ Անտիկիթերայի սարքը համարվում է աշխարհի առաջին անալոգային համակարգիչը։ Այսօր զարմանահրաշ այդ մեխանիզմը պահվում է Աթենքի ազգային հնագիտական թանգարանում և շարունակում է ոգեշնչել գիտնականներին, ինժեներներին ու պատմաբաններին, որպես ապացույց, որ հին աշխարհի գիտելիքների ուժը գուցե ավելին է եղել, քան մենք սովոր ենք պատկերացնել։